Բարի երեկո, Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը։ Աշխատանքներ են տարվում Իգդիրի նահանգի Կարակոյունլու շրջանում գտնվող Ալիջան անցակետում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մարգարա անցակետում։ Թուրքական կողմից կառուցվում են մաքսային եւ դրանց հետ կապված ընթացակարգերի համար նախատեսված շենքեր։ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը հայտարարել է, թե նախապատրաստական աշխատանքները շարունակվում են առանց ընդմիջումների ևս ծրագրերի։ Անցակետը սպասարկման համար բաց կլինի ընթացիկ ամսվա վերջին, տարածքը առևտրի նախարարությանը հանձնելուց ռազմականի տեղափոխման ավարտից հետո։ Ալիջանի սահմանային անցակետում մաքսային եւ այլ ընթացակարգերի համար շենքեր են կառուցվում։ Բացի այդ տեղադրվել են գովազդային վահանակներ եւ հայտարարություններ, որոնք կոչ են անում Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելել Իգդիր եւ շրջակայք։ Թուրքական լրատվամիջոցները նաեւ հիշեցնում են, որ Ալիջան սահմանային անցակետը փակ է 1952 թվականից։ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը հայտնել է, որ նպատակն է մինչեւ այս ամսվա վերջ բացել սահմանային անցակետը։ Հնդկաստանը Հայաստան է ուղարկել բինակա կառավարվող հրթիռների առաջին խմբականակը։ Արտահանման մեկնարկը տրվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը Նագպուրի կողմից։ Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների եւ այլ պաշտպանական սարքավորումների արտահանում։ Հայաստանի կողմից Հնդկաստանում զենքի գնման ծավալը հասել է $600 միլիոն։ Ավելի վաղ Հայաստանը գնել էր հնդկական բինակա համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, կոնկուրս հակատանկային հրթիռային համալիրներ, ինչպես նաեւ 80 մմ հաուբիցներ եւ այլ զինատեսակներ։ Դոկուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հերթական կոշտ հայտարարությունով է հանդես եկել անդրադառնալով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի քաղաքական վարքագծին, նրա ռուսական ուղղությամբ տարվող փակ բանակցություններին եւ ընդդիմադիր դաշտում ընթացող կուլիսային ինտրիգներին։ Ղուկասյանի խոսքով երկրորդ նախագահը այսօր զբաղված է ոչ թե իշխանափոխության օրակարգով, այլ սեփական քաղաքական ազդեցության պահպանմամբ, դրանով իսկ փաստացի աշխատելով Նիկոլ Փաշինյանի վերարտադրության օգտին։ Նրա համոզմամբ ընդդիմադիր դաշտում մրցակիցներին թույլատնելու Քոչյանի քաղաքականությունը ուղիղ սպասարկում է գործող իշխանության շահերը։ Ըստ Վարդան Ղուկասյանի ընդդիմության ներսում նման վարքագիծը վաղուց արդեն բացահայտ է։ Դոկուսակցության առաջնորդը հայտարարում է, որ իր ձեռքում կան տեղեկություններ այն մասին, թե ինչպես է Ռոբերտ Քոչյանի թիմը ընկել ռուսների դռները, փորձելով հասկանալ, թե ինչ մեխանիզմներով կարելի է չեզոքացնել Վարդան Ղուկասյանի քաղաքական ակտիվությունը։ Ընդհանուր մեծ գումարներ է դրված գործը գլուխ բերելու համար։ Այլ կերպ ասած, Վարդան Ղուկասյանի ոտքի տակ Քոչյանն ամեն գնով սապոն է ուզում դնել Մոսկվայում։ Ըստ Դոկուսակցության պատվավոր նախագահի Քոչյանը փորձում է տարածաշրջանի պատասխանատու Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել եւ ընդդիմադիր դաշտը պահել իր վերահսկողության տակ։ Քոչյանը հասկանում է, որ Վարդան Ղուկասյանի հայտնվելը Ռուսաստանում կարող է լուրջ մրցակցություն ստեղծել ռուսական քաղաքական շրջանակների հետ շփումներում, ինչն էլ ստիպում է երկրորդ նախագահին մեդիա եւ սոցիալական ցանցերի միջոցով խառնաշփոթ ստեղծել ռուսական կողմի մոտ Դոկուսակցության առաջնորդի հարցը փակելու համար։ Ղուկասյանի գնահատմամբ այսօր ընդդիմադիր դաշտում ամենամեծ խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ այն մարդիկ, ովքեր նրա իշխանության համար ապահովում են հարմարավետ ընդդիմադիր միջավայր, կուլիսային պայմանավորվածություններով եւ արտաքին ուղղություններով մենաշնորհի ձգտմամբ։ Իսկ թե ով է իրականում խանգարում իշխանափոխությանը եւ ով է պահում Նիկոլ Փաշինյանին քաղաքական կյանքում, ըստ Դոկուսակցության պատվավոր նախագահի, վաղ թե ուշ հանրության համար դառնալու է առավել քան ակնհայտ։ Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, երկրի նոր ղեկավարություն է անհրաժեշտ։ Թրամփը աջակցել է ցուցարարներին եւ թույլատրել է Իրանի դեմ ցանկացած գործողություն, այդ թվում օդային հարվածներ։ Թեհրանը այս հայտարարությունները անվանել է երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգ։ Դոնալդ Թրամփը նաեւ հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել իրեն համոզել հրաժարվել Իրանին հարված հասցնելու մտադրությունից։ Ոչ ոք ինձ չի համոզում, ես ինքս ինձ եմ համոզել, հայտարարել է Թրամփը։ Նրա խոսքով որոշման վրա մեծապես ազդել այն հանգամանքը, որ Իրանի իշխանությունները չեղարկել են կախաղանով մահապաժի ենթարկելու ավելի քան 800 դատավճիռ, որոնք նախատեսում էին իրականացնել հունվարի 15-ին։ Իրանի ներկայացուցիչները ևս նշել են, որ Թրամփը Թեհրանին տեղեկացրել է, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հարձակվի երկրի վրա։ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին, սկզբնապես ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն Իրանի տապալված շահի որդու Ռեզա Փահլավիի կոչերից հետո դրանք վերածվել են անկարգությունների եւ կառավարության դեմ բողոքի ցույցերի։ Երկրում անջատվել է ինտերնետը, գրանցվել են զոհեր ցուցարարների եւ իրավապահ մարմինների շրջանում։ Թեհրանը վերականգնել է իրավիճակի վերահսկողությունը։ Իրանի իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությունը որակում են որպես իրենց ներքին գործերի միջամտություն եւ հայտարարում են, որ պատրաստ են պաշտպանել երկիրը հնարավոր հարձակումներից։
Դրանից հետո էր հենց միջազգային մամուլում պարբերաբար լուրեր շրջանառվում, թե Դոնալդ Թրամփը Իրանին հարվածներ հասցնելու որոշում է ընդունել։ Ամերիկյան Merge Labs ստարտափը, որը ֆինանսավորվում է ChatGPT չաթբոտը ստեղծած Open Artificial Intelligence ընկերության կողմից, ծրագրում է մշակել տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա համակարգիչն ինտեգրել մարդու ուղեղին առանց հյուսվածքների մեջ չիպեր տեղադրելու անհրաժեշտության։ Մենք մշակում ենք ամբողջովին նոր տեխնոլոգիաներ, որոնք նեյրոնների հետ միանում են մոլեկուլների միջոցով, այլ ոչ էլեկտրոդների, այդպիսով խուսափելով ուղեղի հյուսվածքի մեջ իմպլանտներից, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ տեխնոլոգիան թույլ կտա մարդուն եւ համակարգչին տեղեկատվություն փոխանակել ուլտրաձայնի միջոցով։ Ընկերությունում վստահեցնում են, որ դա հնարավոր է դարձել կենսաինժեներիայի, նեյրոբիոլոգիայի, ինչպես նաեւ սարքավորումների եւ ծրագրային ապահովման ոլորտներում նոր զարգացումների շնորհիվ։ Open Artificial Intelligence ընկերությունը հայտնել է, որ ստարտափի այս մշակումները հնարավորություն կտան բարձրացնել մարդու եւ համակարգչի միջև տեղեկատվության փոխանակման արագությունը, այդ թվում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ըստ նրանց արհեստական բանականությունը կկարողանա հարմարվել մարդուն եւ կարդալ նրա մտքերը։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ Բերտ անսամբլի Քոչարին։ Քոչարին հնագույն ծիսական պար է նվիրված հայկական արիական տոտեմային կենդանիներից մեկին՝ խոյին։ Հնում այս պարով պատկերել են խոյերի մարտը, պոզահարումները, վազքը, ցատկերը, թռիչքները, ծնկների կտրուկ ծալվող շտկվող գործողությունները եւ հարձակումները։ Այսօրվա համար այսքանը, իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորն ու բացառիկաբար չթողնելու համար։